Դիաննա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում Լիլիթը կրակում է Աննայի վրա ու խուճապահար փախչում տարածքից, թողնելով իր հետևում ցավ, արյուն ու քարացած դեմքեր։ Սոսն ու Արամը վայրկյանապես արձագանքում են, ընկնում են նրա հետևից, սուրում են սրտի ու խելագարության բոլոր ճանապարհներով, փորձում են բռնել նրան, սաստել, մի կերպ սթափեցնել, բայց չի հաջողվում։ Լիլիթը խուճապահար փախչելով գերեզմանոցի խորքում անսպասելիորեն սայթաքում է ու ընկնում հենց մի թարմ փորված գերեզմանի մեջ։ Այնքան հանկարծակի ու խորհրդանշական էր այդ պահին ամեն բան, որ Արամն ու Սոսը մի պահ կորցնում են նրա հետքը։ Նրանք հասկանում են, որ այս պահին ամենակարևորը Աննան է ու շտապում են հիվանդանոց անհանգիստ վիճակում։ Հիվանդանոցում արդեն ներկա է Հենրին։ Նա սպասում է, լուռ, ճնշված, ներքուստ փլուզված։ Նրա մոտ են գալիս Անգելինան, Անետն ու Մերին։ Անգելինան աչքերում արցունք, շնչակտուր հուզմունքով հարցնում է, թե ինչ նորություն կա իր մոր մասին։ Հենրին աչքերից հոգնածություն կաթելով պատասխանում է, որ այս պահին Աննան վիրահատվում է ու բժիշկները դեռ ոչինչ չեն ասում, ամեն վայրկյան կարևոր է։ Վայրկյաններ անց հիվանդանոց են հասնում նաև Սոսն ու Արամը, շնչահեղ շտապելով։ Բայց սպասողներից միակը չեն նրանք, Միքայելը և Հենդոն ևս այնտեղ են։ Միքայելը փորձում է իշխանություն խաղալ, մոտենում է Սոսին ու կոպիտ կերպով ասում է, որ նա այստեղ անելիք չունի և պետք է հեռանա տարածքից, բայց Սոսը ինչպես միշտ հստակ, սառնասրտորեն պատասխանում է, որ ոչ մի տեղ չի գնալու, մինչև Աննայի վիճակի մասին չիմանա։ Հենրին խառնվում է խոսակցությանը, ասում է, որ Սոսը նորից կռիվ է սարքում, ինչին ի պատասխան ներգրավվում է Արամը, փորձելով մեղմել իրավիճակը։ Եվ հենց այդ պահին, երբ լարվածությունը հասնում է գագաթնակետին, տեղի է ունենում մի անսպասելի բան։ Անգելինան, տեսնելով ամբողջ տեսարանը, վստահ քայլերով մոտենում է Սոսին, կանգնում նրա ու Արամի կողքին ու նայում է Հենրիին։ Նրա ձայնը դողում է, բայց բառերը կայուն։ Նա ասում է, որ եթե Հենրին պաշտպանում է իր հորը, Միքայելին, ապա ինքը կպաշտպանի իր հորը, Սոսին։ Հենրին, Միքայելը և Հենդոն քարացած նայում են նրան, իսկ Սոսն այդքան բան կորցրած ու գտած մարդը հուզվում է։ Նրա սիրտը փափքում է, աչքերը լցվում։ Նրա աղջիկը, իր դուստրը, կանգնած է իր կողքին, առաջին անգամ այդքան հստակ, այդքան ուժեղ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Անգելինան որոշում է առանձնանալ Մերիի հետ։ Նրանք զրուցում են հիվանդանոցում, և հենց այդ պահին Անգելինան կիսվում է իր ամենամեծ գաղտնիքով։ Նա ցածր դողացող ձայնով ասում է Մերիին, որ հղի է։ Մերին շոկի մեջ է, հուզվում է, լռում, փորձում է հասկանալ իրավիճակը, իսկ Անգելինան մոլորված, աչքերում վախ ու անորոշություն, անկեղծ ասում է, որ չգիտի ինչ անել, որ ինքը երբեք այդքան մեծ որոշման առաջ չէր կանգնել։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Անգելինան իր նոր կարգավիճակի հետ։ Գրեք մեկնաբանություն։ Լավ կհանգստանաս, էլ ոչ մի ձև կեզ նեղություն չեմ տա, տեղը կարսա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին, գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման, առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել, եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, և առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասանք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ,
Այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ Տանել վաճառը։ եմ հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Մի քիչ թարքուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի մրգշուշ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի Հարսիկը ունի 2 մայրուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Անգելինը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չէի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, հանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ դար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդը մեզ իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։